Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Երևանի ավականում Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ, պարոն Սուքիասյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուքիասյան, առաջարկում եմ Երևանի խնդիրները մի պահ թողնենք մի կողմ եւ մեր քաղաքական զրույց ունենանք առհասարակ ձեր շարժման Մայր Հայաստանի անելիքների հետ կապված։ Նախ սկսենք նրանից, թե իշխանությունները ինչ են ուզում Մայր Հայաստանից, որովհետեւ վերջին շրջանում կարծես այսպես հերթականությամբ գնում են Մայր Հայաստանի անդամների կալանավորումներ, եթե նույնիսկ չեն կալանավորում, ապա գոնե գնում են տներում խոզարկություններ անելու։ Ինչով է դա պայմանավորված։ Մայր Հայաստանը 23 թվականին հիմնվելով շատ այսպես հետևողական ինստիտուցիոնալ քաղաքական ճանապարհ է անցնել եւ շարունակում է անցնել, այսինքն մեկնարկել են Երևանի ավականու ընտրություններով, հետո մեր ընտրական հաջողությունները զարգացրել են Գյումրիում եւ նաեւ արդեն անցած տարի էլ Էջմիածնում, սա աննախադեպ երևույթ էր մեր իրականության մեջ, որ նորաստեղծ քաղաքական ուժը համապետական ընտրություններին մոտենում է նախորդիվ տեղի ունեցած 3 խոշոր թիմ ընտրություններում արձանագրելով պատկառելի արդյունքներ։ Դա որպես ինստիտուցիոնալ կառույցի, այսպես մատնանշում եմ անում, իսկ համապետական ընտրություններին ընդառաջ արդեն, երբ որ Մայր Հայաստանը որոշում կայացրեց մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, ել չեմ խոսում առաջնորդ Թևանյանի մնացած գործիչների ամենօրյա քաղաքական ընդգծված սուր ընդդիմախոսությունը, դա քննարկումից դուրս է, դա չափազանցական հայտ է։ Պարլամենտական ընտրություններից առաջ էլ Բարգավաճի հետ համատեղ ցուցակով մասնակցելը ակնհայտ դարձրեց, որ ձևավորվեց եւս մեկ ընդդիմադիր ֆավորիտ առանցք, որը լրջագույն խնդիր էր եւ շարունակում է լինել խնդիր օրվա իշխանությունների համար եւ ահա այդտեղ է որ իշխանությունները զգացին իրենց աշտարակից եթե նայեք լրջագույն ահազանգ որ Մայր Հայաստանը բացի ընտրական զարգացումներից նաեւ հաղորդակից լինելով քաղաքացիների սոցիալական խնդիրներին, այսինքն Մայր Հայաստանը դատարանում մի քանի անգամ հաղթեց կարմիր կետագծերի գործով, Մայր Հայաստանը նախաձեռնեց շատ ակտիվ հանրային տրանսպորտին թանկացման դեմ բողոք, դա էլ շատ այսպես աննախադեպ երևույթ էր մեր քաղաքական ուժերի կյանքում։ Այս ամենի համախմբումը եւ Թևանյանի շատ սուր ընդգծված հակադրությունը գործող իշխանության մոտ ենթադրում եմ, որ առաջացել են ահազանգ եւ տագնապ, որ այս ինստիտուցիոնալ, այս գաղափարական քաղաքական ուժին պետք է ամեն կերպ փորձել շարքից հանել, վնասազերծել եւ մեկուսացնել, եւ որի արդեն շարունակությունն էր Քարոզարշավի կիզակետին Փաշինյանի կողմից ազդարարված Թևանյանի հանդեպ այդ շինծու այդ անհեթեթ գործի այդ անոնսը, որի շարունակությունն եղավ արդեն Ալեքնազ Մանուկյանի տան խոզարկությունը, հետո Երվանդ Բոզոյանի տան խոզարկությունը եւ արդեն եկավ Ալեքնազ Մանուկյանի այդ ցինիկ ձերբակալությունը եւ կալանքը, եւ որ դատարանը այսպես դակիչի նման 2 ամսով անչափահաս երեխա ունեցող կնոջը տարավ կալանքի։ Ահա այս ամենը երիցս ցույց են տալիս, որ մենք շատ այսպես ծանրակշիռ եւ ուրույն դերակատարում ունենք քաղաքական դաշտում, որը իշխանությունների ռեպրեսիվ թափանիվից չէր կարող մնալ անմասն, բայց այդ առումով նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որ որքան էլ թափանիվը պտտվում է այսպես շատ աննահանջ, մենք էլ մեր հաստատակամության, մեր հետևողականության մեջ շատ կայուն ենք եւ վստահ եմ, որ իրավական տիրույթում Թևանյանին, Ալեքնազին, ճակերտավոր վերագրվող ինչ որ դրվագները հաստատապես փլուզվելու են եւ որպես ընդդիմադիր օջախ մեր Հայաստանը մնալու է կենսունակ։ Այդ առումով թող ոչ մեկը չշտապի ուրախանալ, մենք հետևողական ենք թե մեր ընկերների պայքարի, ազատության պայքարի հարցում, թե իշխանությունների հետ մեր քաղաքական հակադրության առումով։ Նախ դուք մեղադրանքից խոսեցիք, պետական դավաճանության դա բավական ծանր լուրջ մեղադրանք է եւ ոչ միայն իր իրավական առումով, պատժի առումով, այլ նաեւ հանրային ընկալման, որովհետեւ մարդուն երբ տալիս ես պետական դավաճանի պիտակավորում, դրանից հետո արդեն կարծես մարդուն վարկաբեկում ես։ Ինչու հենց այդ մեղադրանքը եւ Ալեքնազ Մանուկյանին էլ վերագրվող մեղադրանքը դարձյալ բխում է այդ պետական դավաճանությունից, որ նա էլ իբրև նպաստել է, պետական գաղտնիք է տրամադրել եւ այլն եւ այլն։ Ինչու այդ հոդվածներով Ինչ են այդ հոդվածներով մեղադրանքներ առաջադրում ձեր շարժման կուսակցության ներկայացուցիչների։ Ինչպես քիչ առաջ նշեցի, քանի որ մենք մաքուր քաղաքական
հետագից եւ ճանապարհ ունեցող քաղաքական ուժ ենք, այդտեղ որևիցե ինչ որ չգիտեմ, տնտեսական կամ այլ բնույթի ինչ որ զանցանքներ ենթադրյալ գտնելը շատ ավելի բարդ էր։ Եթե դա այն կարել չի նշանակում դրա տակ հիմք կա։ Ես ուզում եմ հիմա հղում կատարել ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ով վիճակագրություն մատնանշեց Թևանյանի ձերբակալությունից անմիջապես հետո, որ վերջին 5-6 տարում գրեթե 9 տասնյակ գործ է հարուցվել այդ հոդվածով, բայց դրանցից գեթ մեկը դատարանում մեղադրական դատավճռով չի ամրապնդվել։ Եվ երկրորդ վիճակագրությունը համաշխարհային քաղաքական հետապնդումների փորձ, երբ որ դու նայում ես, հայրենիքի դավաճանության հոդվածը կարում են այն մարդկանց վրա, ովքեր բացարձակապես մաքուր մարդիկ են։ Այսինքն որոնց հնարավոր չէ վերագրել տնտեսական, ինչ որ մանյակային, ինչ որ այլ բաներ, այսինքն մի մեղադրանք վերագրենք, որը գաղտնիության գրիֆով է ծածկված, որտեղ մեղադրյալը չակերտավորեց դեպքում եւ փաստաբանները կլինեն կաշկանդված, որտեղ ստորագրելու են գաղտնիության չհրապարակման բան, եւ դա մոտավորապես կնմանվի, երբ որ դու երկու հոգու մտցնես բռնցքամարտի ռինգ, այն մեկի ձեռքերը կապես, այն մյուսին էլ լիովին ազատություն տաս եւ ասես դե արդար մենամարտ եք։ Ակնհայտ է քաղաքական հետապնդման հստակ հրահանգը, որ եղավ Վանաձորում Փաշինյանի կողմից, Արեգնազ Մանուկյանի դրվագն էլ իրենք տարան կալանքի այն առումով, քանի որ մոտենում է Անդրանիկ Թևանի նախնական այդ երկամսյա կալանքի ժամկետի ավարտը, եւ որպեսզի գնան եւս 2 ամիս խնդրեն դատարանից իրավապահ մարմինները, պետք է քննչական գործողությունների ինչ որ պատկեր ցույց տային, եւ ահա այդտեղ է որ Արեգնազին փորձեցին իրենք մեկուսացնել, որպեսզի Թևանյանի երկամսյա կալանքը երկարաձգելու դատական նիստի ժամանակ իրենք ինչ որ նյութ ունենան սեղանին դնելու, որ քննչական գործողությունները շարունակվում են, եւս 2 ամիս տվեք կալանք Թևանյանին, ու այդ ամենը պարտադիր չի իրավաբան լինես, որ հաշվես, հասվարկես, եւ ըստ փաստաբանի գնահատողական խոսքի, քանի որ նա կաշկանդված է գործի ցալքերը բացելու առումով, զուտ գնահատողական խոսքի, այնտեղ ասում է, որ պետական գաղտնիք ֆրազն անգամ չկա այն մեղադրանքի մեջ, որի հիման վրա փորձել են եւ ստացել են 2 ամսվա կալանք, եւ այստեղ շատ զուգահեռ եմ ուզում տանել Սրբազան պայքարի այդ 18 արդարների գործով քննչական կոմիտեի տարածած այդ հաղորդագրությունները, որ նայում ենք, այնտեղ կարմիր թելի պես անցնում էր Հրայր Սարգսակյանի անունը։ Եվ այդ քննչական կոմիտեի այդ մոնտաժված ձայնագրություններից տպավորություն որ Հրայր Սարգսակյանը, չգիտեմ, Հզբոլլահի կամ ինչ որ կազմակերպության այսպես պարապած, ահաբեկի չէ, բայց եւ այդ հաղորդագրությունը տարածվեց հասարակության շատ անտեղյակ միգուցե էմոցիոնալ հատված, ցասում ունեցավ ոնց կարելի է եւ այլ, գործը գնաց դատարան, դատարանի մեղադրական մասում դատարանը բացեց նայեց, տեսավ Հրայր Սարգսակյանի հետ կապված ոչ մի բան չկա։ Եվ Հրայր Սարգսակյանի խափանման միջոցը անմիջապես փոխվեց։ Հիմա, բայց այդ նույն մարդիկ, ովքեր տպավորություն էին ստացել, այդ մարդկանց մոտ կարող է մնացած լինի որոշակի նստվածք, չէ՞։ Հիմա այսինքն այդպես են մարդկանց վարկաբեկում, նույնը Թևանյանի մասով է։ Հիմա մենք եւ հրապարակային խոսույթում եւ մեր հանդիպումների մեջ եւ վերջերս ֆոն դեր Լայենի ակցիի ժամանակ մեր հրապարակային ակցիայով եւ օմբուդսմենի հետ մեր հանդիպումներով եւ հնարավոր ու անհնար բոլոր լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով հակազդում ենք իշխանության այս պատվերին, իշխանության ֆեյքերի հարձակումներին, իշխանության այս ուղղորդված Թևանյանին վարկաբեկելու այդ արշավի դեմ մենք հակազդում ենք, բայց դրանից զատ նաեւ մենք մտել ենք իրավական տիրույթ, Անդրանիկ Թևանը դատի է տվել թե Ալեն Սիմոնյանին, թե Նիկոլ Փաշինյանին, թե նաեւ այլ անհատներին, ովքեր համարձակվել են այս փուլում իր անվանը արատավորող որևիցե որակումներ տալ կամ ինչ-որ հայտարարություններ անել, հետեւաբար թե քաղաքական, հասարակական, սոցիալական, իրավական բոլոր տիրույթներում մենք դիմադրություն ենք ցույց տալիս այս կեղծ, այս շինծու, այս պատվիրովի գործին, որը նպատակը իհարկե իշխանության վերարտադրության ճանապարհին քաղաքական խոչընդոտների, այսպես ասենք, վերացումն է իշխանության կողմից, իսկ որի հիմնական լեյտմոտիվը ոչ թե պարզապես ինչ-որ մարդկանց մեկուսացնելն է, այլ սպասվող ռեգիոնալ եւ ներհայաստանյան լրջագույն պրոցեսներին ընդառաջ դիմադրության
օջախների այսպես քայքայումն է, այնպես որ Թևանյանի եւ Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունները բացառություններ չէին, օրինաչափություններ, ուղղակի երևի թե բացառություն էին այդ աղմկահարույց, այդ ցինիկ հոդվածը կարելու աննախադեպ, հա, դա փորձ էր, բայց ես վստահ եմ, որ կամ դատարան չի հասնելու այդ գործը, կամ եթե հասնի տեղում փլուզվելու է, որովհետև որպես այդպիսին այնտեղ նյութ, այնտեղ ինչ որ ահասարսուռ ինչ որ դրվագներ, ել է ուզում հղում անել փաստաբանին, գոյություն չունեն։ Հետևաբար այս ամենը գտնվում է իշխանությունների քաղաքական վերարտադրության։ Ահա այդ ռազմավարության շրջանակներում։ Պարոն Սուքեսյան, ձեր ասածներին ես կետարկետ ուզում եմ անդրադառնալ նախ պայքարի տեսակներից։ Իրավական պայքարի մասին խոսեցիք, օմբուդսմենի հետ հանդիպման մասին, տեղյակ եմ, որ այսօր հանդիպում եք օմբուդսմենի հետ ինչ հարցով եւ ինչ ակնկալիք ունեք դուք այդ կառույցներից։ Տեսեք, օրինակ, երբ որ պարոն Թևանյանին ձերբակալել էին սկզբնական շրջանում, նրա իրավունքների պայմանների պահման հետ կապված որոշակի կոնտակտներ են եղել, որոշ հարցերում եղել է առաջընթաց, որոշ հարցերում չի եղել առաջընթաց, բայց ընդհանուր առմամբ հարգելով օմբուդսմենի ինստիտուտը եւ ունենալով որոշակի այսպես լավատեսության, միգուցե հարկադրված լավատեսության դոզա օմբուդսմենի հետ հարաբերվելիս մենք մեր պարտքն ենք համարել բոլոր հնարավոր իրավական ինստանցիաներում, բոլոր իրավասու մարմիններում բարձրաձայնել այս ամեն ինչի քաղաքական պատվիրովի բնույթի մասին։ Օմբուդսմենի հետ մեր խոսակցությունը եղել է բավականին բարեկիրթ, հարգալից մթնոլորտում, իրենք մշտապես մոնիտորինգի են ենթարկում Թևանյանին, այնտեղ հանդիպում են ունեցել իր հետ եւ անմիջապես արձագանքել են Արեգնազ Մանուկյանի ձերբակալությանը, նրա հետ են հանդիպում ունեցել։ Հիմա այսօր էլ մեր հանդիպման ժամանակ մենք արծարծելու ենք թե Արեգնազի ձերբակալության իրավաչափության դրվագը, թե նրա պահման պայմանների, թե գոնե սկզբնական փուլում անչափահաս երեխայի հետ տեսակցություններ թույլատում, դա աննախադեպ խայտառակ ինչ-որ բան է, սահմանափակել անչափահաս երեխային անգամ տեսնելը, հաստատապես անչափահաս երեխային տեսնելը որևիցե խոչընդոտ չի կարող էլի հանդիսանալ որևիցե իրավապահի համար։ Եվ առհասարակ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հետ կապված եւ առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մասով մեր օրակարգը չի սահմանափակվում զուտ 1 կամ 2 անձով, չէ։ Հիմա այս շքերթը ճակերտավոր որ կա ձերբակալությունները եւ ըստ իշխանության մռլտոցների չի բացառվում հետագայում էլ այդ ալիքը որոշակի դրսևորումներ ունենա, այսինքն բոլոր հնարավոր եւ անհնար իրավապաշտպան կառույցները եւ կազմակերպությունները ուղղակի հարկադրված են այս ամեն ինչին ուշադրություն դարձնել, որովհետեւ քաղաքական պայքար, բայց խոսք է գնում առաջին հերթին մարդու բարի համբավի եւ մարդկային ճակատագրի մասին, որը ինձ թվում է վեր է ցանկացած քաղաքական կոնյունկտուրայից եւ որևիցե իշխանություն պետք է զսպի իր մոլուցքը սեփական երկրի քաղաքացիներին քաղաքական նկատառումներից ելնելով, այսպես զոհաբերելու, ցեղ շպրտելու եւ հասարակական հակազդեցությունը մեր բոլորիս ամենօրյա զբաղմունքի, հա, հիմնական առարկան է եւ այդ ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք։ Լավ, միջազգային կառույցներից, իրավապաշտպան կառույցներից, եվրոպական կառույցներից ինչ ակնկալիքներ ունեք, որովհետեւ ձեր շարժման առնվազն երկու անդամները Ստեփանը Դանելյան, Երվանդ Բոզոյանը, այսպես ինչ որ նախաձեռնություն են մեկնարկել քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության եւ ասում էին դիմելու ենք, թակելու ենք հերթով բոլոր միջազգային կառույցների դռները, ակնկալիքին եմ ուզում անդրադառնալ, որովհետեւ դուք հիշեցիք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը, նա իր այցի ժամանակ գնահատեց այստեղ ժողովրդավարության մակարդակը բավական բարձր եւ ուրախությամբ արձանագրեց ըստ նրա, որ 2018 թվականի հեղափոխության արժեքները դեռ պահպանվում են, ինչպես նաեւ ձևակերպում 18 թվականի հեղափոխության ոգին է Հայաստանում տիրում։ Այդ դեպքում այդ գնահատականը երբ նա տրամադրում է քաղաքական մակարդակով, դրանից հետո ինչ եք ակնկալում։ Տեսեք, նույն կերպ դիֆերամներ էր ձոնում եւ գորովեցնել էր Շռայլում, ասենք Շարլ Միշելը, ով եղավ Արցախը հանձնելու կնքահայրերից մեկը։ Հիմա որտեղ է Շարլ Միշելը։ Ես չեմ ուզում եւ մենք չունենք այն կանխավարկածը, որ մասնավորապես եվրոպական բոլոր կառույցները գտնվում են մեկ անձի կառավարման այսպես ուղակի դիկտատուրայի ներքո։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եվրոպական չինովնիկ է, որը ինչ որ ժամանակ անց այլևս դադարելու է լինել, իսկ իրավապաշտպան կառույցները
շատ ավելի անկախ են եւ շատ ավելի ինքնուրույն են։ Բայց լուռ են։ Դա ինչով է պայման։ Դե տեսեք, քանի որ որոշակի կարտ բլանշ ունեն այս իշխանությունները, ձեր ասած Ուրսուլա ֆոն դեր Լայեններից հանուն այն բանի, որ Հայաստանը դառնա ավելի շատ թուրքական ազդեցության երկիր եւ այս տարածաշրջանից դուրս մղվի ռուսական գործոնը, այդ ընթացքում իհարկե որոշակի լոյալություն կա, սակայն ձեր կողմից մատնացույց արված քաղաքապետարների իրավունքների պաշտպանության հանձնախումբը, որը ունի վերկուսակցական այսպես սկզբունք եւ շատ տարբեր կենսագրության եւ ճանապարհի տեր մարդիկ են այնտեղ հավաքվել, այդ կառույցը արդեն իսկ սկսել է աշխատանքները եւ համապատասխան գրություններով թե Հայաստանում գործող առաքելությունները, թե միջազգային, թե եվրոպական կառույցների հետ ինտենսիվ աշխատելու են, որ ինչ որ մի պահի այդ կառույցները ուղղակի հարկադրված լինեն, արդեն մտնեն խաղի մեջ եւ հստակ գնահատական տան եւ որոշակիորեն զսպեն իրենց եվրոպական վիզավիների կողմից խրախուսված այս իշխանությունների, այս քաղաքական վայրագությունները, այնպես որ այո, որոշակի սկեպտիցիզմ ունենալով այդ կառույցների հանդեպ, այդուհանդերձ մենք գտնում ենք, որ այս փուլում մենք ուղղակի պետք է հարկադրենք, նաև դրթենք իրենց, այո, հակառակ պարագայում իրենք շատ հանգիստ կոմֆորտ զոնայում կմնան եւ այս ամեն ինչը այսպես կշարունակվի։ Պարոն Սուքիասյան, անդրադառնանք արդեն քաղաքական պայքարին, դուք ձեր խոսքում ասացիք Մայր Հայաստանին հնարավոր չէ հանել քաղաքական պայքարից, գլխատել եւ այլն, բայց ինչպես հայտի հումորով է ասում, մարից մեր տներին են մոտենում, հերթով թվարկեցինք ում տներն են գնացել, նախ մտավախություն չունեք, որ շուտով կարող է ձեզ հետ կապված են ինչ-որ մի գործ լինել եւ երբ հերթով բոլորին մեկուսացնում են, այդ կուսակցության քաղաքական պայքարը ինչպես է շարունակվելու։ Այսինքն սա ոչ միայն ձեր կուսակցությանն եմ ասում, այլ բոլոր գրեթե ընդդիմադիր կուսակցություններին, երբ հերթով նստած սպասում են երբ է հերթը հասնելու իրենց, որ իրենց էլ տանեն, այդ դեպքում կուսակցությունից էլ ով է մնալու, որ պայքարը շարունակի, սրա դեմ ինչպես պետք է առնել։ Դե ձեր ասած տրամաբանությամբ, քանի մեր տներին չեն մոտեցել, մենք պիտի պատվով տանենք այն խաչը, որը կրում ենք։ Հա, ու ինչպես տանենք, դա է հետաքրքիր, պայքարի մեթոդները։ Դե տեսեք, պայքարի մեթոդները ասվածը այս պարագայում, քանի որ պարլամենտական ընտրությունները նոր են կայացել, վերջացել եւ պարլամենտում հայտնվել են մեկ խոշոր ընդդիմադիր, մեկ մի փոքր ավելի համեստ տվյալներով ընդդիմադիր երկու խմբակցություն, առաջին հերթին գնդակը գտնվում է իրենց դաշտում եւ իրենք իրենց հետագա անելիքների մեջ պիտի տոն տվողը լինեն քաղաքական դաշտին, բայց ես կարծում եմ, որ միայն ապավինել նրանց որոշումների իմաստնությանը, նրանց քայլերին եւ ինչ որ մի կերպ արձագանքելը արդարացված չէ եւ մենք Բարգավաճ Հայաստանի մեր գործընկերների հետ համագործակցաբար մշտական կապի մեջ լինելով առաջին հերթին փորձում ենք դիմակայել իրավական բեսպրեդզելին, միևնույն ժամանակ նաև զուգահեռ մենք քանի որ ներկայացված ենք եւ քաղաքի հավաքանիում եւ Էջմիածնում, նաև քաղաքացիների խնդիրներին ականջալուր լինել, նաև որոշակիորեն նպաստել քաղաքական միջավայրի մերձեցմանը եւ ինչպես չենք տարանջատում իմ կամ քո քաղբանտարկյալ, ինչ որ մի կերպ, քանի որ այս ուխտը չոքել է եւ շարունակելու է չոքել բոլորի դռանը, մենք նաև ուզում ենք այդ իդեոլոգիային նպաստել, որ տիկնակ եւ պարոնայք առանձին բոլորս ռեպրեսիաների թիրախ ենք եւ միայն համախմբումը եւ միայն ինստիտուցիոնալ քաղաքական լուրջ համակարգված պայքարը կարող է բերել առաջին հերթին որոշակի պաշտպանություն քաղբանտարկյալների եւ նաեւ որոշակի քաղաքական օրակարգի ձևավորում ընդդեմ իշխանությունների բերած այս արտաքին նարատիվների, որոնք հերթականությամբ Ալիևի պահանջով մտնում են մեր օրակարգ եւ Փաշինյանի ձեռամբ դառնում են օրակարգային։ Այսինքն անալիքները շատ բազմաշերտ են։ Իհարկե այստեղ կա մի քանի, այսպես դրվագ, առաջինը իներցիան 30 տարվա, որ ընտրություններից հետո քաղաքական կյանքը, աշխուժությունը հատկապես մարզերում կտրուկ անկում է ապրում, բայց քանի որ մենք գործ ունենք ֆորս մաժորային իրավիճակի հետ, ունենք իշխանություն, որը չի թաքցնում, որ Ալիևի պահանջով պատրաստվում է սահմանադրություն փոխել, էլ չթվարկեմ, հա, թե նախկինում մինչև այս պահը Ալիևի պահանջներով էլ ինչեր են արել, եւ քանի որ դրված է երրորդ հանրապետության լինելիության խնդիր առհասարակ, յուրաքանչյուրս էլ կանգնելու են երկընտրանքի առաջ,
Եվ ես կարծում եմ, որ փողոցային պայքարի գեներացիան մշտապես պետք է լինի ընդդիմության օրակարգում եւ գոնե թե իմ պատկերացումներով մանդատ վերցնելու պարագայում ընդդիմությունը որոշակի ինչ որ դեդլայն պետք է ինքն իր համար սահմանի, որ եթե մանդատները վերցնելու պարագայում հնարավոր չեղավ պարլամենտ եւ փողոց համադրումով կանխել այս սահմանադրության փոփոխություններ կոչված ավանտյուրան, քաղաքական դաշտը, ընդդիմադիր դաշտը որպես այդպեսին գնալու է դեֆոլտի։ Դեֆոլտի է ենթարկվելու, որովհետեւ եթե դու չես կարողանում քո իսկ կողմից գնահատված թշնամական տրամադրված պետության պատվերով քո երկրում սահմանադրություն փոխելու process-ին դեմ կանգնես, կասեցնես այդ բանը եւ ժողովրդական համաժողովրդական շարժում չես կարողանում ձևավորես, դրա դեմը չես կարողանում առնես, թե դու դրանից հետո ինչով կբացատրես, ինչ հիմնավորումներ կբերես թե քո մոտ թե ինչի չստացվեց, այլևս ոչ մեկին չի հետաքրքրելու եւ սերունդները վստահ եմ ոչ այնքան էս իշխանություններից ավելի շատ մեզնից են հարցնելու, որ իշխանությունները այդպես էին անում, բա դուք ինչ էիք անում, ինչ արեցիք, որ դա կանխեք, այո, պատասխանատվությունը արդեն իսկ չոքել է բոլորից դռանը եւ շատ ավելի այսպես սկզբունքային ձևով է մեզանից պահանջելու հետագայում գնալ կամ այս կամ այն ճանապարհով հակառակ պարագայում ինչպես ձեր խոսքի ենթատեքստն եմ հասկանում մենք նմանվելու ենք ձեռքերը ծալած նստած սպասող թե վաղը ում տուն կգնա վաղը ում հետևից կգնան վաղը ում կփորձեն վարկաբեկել վաղը ում կփորձեն ձերբակալել անունը մրոտել հասարակության աչքին վարկաբեկել այն պարագայում որ երկու դրվագ եմ ուզում հիշեցնել 21 թվականին, երբ որ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը, պաշտոնական ակառակ բացահայտ սատարեց նրան։ Դա գնահատական չի, դա որական չի, դա փաստ է։ Դա պատմական խարանա մեր ճակատին։ Ընդհանուր սպառնացի զորք մտցնել Հայաստան եւ երկրորդ այս ընտրություններից առաջ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը պարզացրեց, որ իրենց համար նախընտրել տեխնացուն Նիկոլ Փաշինյանն է եւ քաղաքացիական պայմանագիրը։ Հիմա եթե թուրքական սատարումով Հայաստանում վերարտադրված եւ ռեպրեսիաներ իրականացնող իշխանության ներկայացրած որևիցե մեղադրանք իր ընդդիմախոսներին, որևիցե մեկը կարող է համարել արժանահավատ, եթե թուրքական պրոտեկտորատի վերածող, թուրքական նարատիվներով սնվող եւ պատվերը կատարող իշխանությունները կարան որևիցե մեկին մեղադրեն հայրենիքի դավաճանության եսիմ ինչի մեջ, այն պարագայում որ ժողովրդի միստվար զանգված իրենց է ասում դավաճան։ Այդ ամենը աբսուրդի ժանրից է, բայց ես այդուհանդերձ լավատես եմ, որ մեր ժողովրդի մեջ ինչ որ մի պահի համբերության բաժակը լցվելու է եւ այս ազգային խայտարակության, այս անկման, այս գահավիժման այս ցիկլը ժողովուրդը դուրս է գալու փողոց եւ կասեցնելու է։ Հիմա այստեղ գլխավոր շարժիչ ուժը պետք է լինի ընդդիմությունը, դուք խոսեցիք մանդատակիր ընդդիմության մասին, որ պետք է դեդլայներ սահմանեն, մանդատները վայր գցեն, իսկ ընդհանուր ընդդիմությունը ինչ անելիք ունի, որովհետեւ մենք պարբերաբար խոսում ենք ընդդիմադիր դաշտի համախմբման մասին, ընդդիմության ներկայացուցիչներն էլ այսպես տաղավարներում ասում են, դա խորհրդակցություններ են տեղի ունենում, բայց մենք գետնի վրա այդ համախմբումը չենք տեսնում, իսկ Նիկոլ Փաշինյանը կարծես այդ նույն ձեր ասած սահմանության փոփոխությանը պատրաստում է եւ ասում է պետք է մեթոդներ գտնենք ինչպես ենք փոխելու, քանի որ նա չունի այս բանի սահմանադրական մեծամասնություն։ Իսկ ընդդիմությունը արդեն մշակում է իր մեթոդների եւ համատեղ գործողությունների։ Եթե ընդդիմությունը հապշտապ համախմբված ֆորմատով եւ նաեւ ինչու ոչ առաջին դեմքերի մակարդակով, եթե չսկսի շրջայցերը մարզեր, վաղը մյուս օրը, քանի որ քաղաքացիական պայմանագիրը չունի սահմանադրական մեծամասնություն, բանը քաղաքացիական պայմանագիրը կարող է հասցնել նրան, որ, չգիտեմ, սահմանային միջադեպ, ընդհուպ կամ ինչ-որ ադրբեջանական ինչ-որ ներխուժում, պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա, քանի որ դուք խանգարեցիք, որ մենք սահմանադրական մեծամասնություն հաստատենք
Դուք չթողեցիք, որ մենք գնանք համադրական փոփոխությունների, ահա պատերազմի մեղավորը դուք եք, բա որ ասում էինք դուք պատերազմի երրագլուխ կուսակցություն եք, այ դա նկատի ունենք։ Մոտավորապես այս մեղադրանքն է հնչեցնելու։ Պայմանավորված էսկալացիա լինի Ադրբեջանի հետ միգուցե պայմանավորված, միգուցե իրականում Ալիևի համբերության բաժակը լցվի, շատ տարբեր հնարավոր տարբերակներ կարող են այդտեղ լինել, բայց այն որ պատասխանատվությունը փորձելու են բարթել ընդդիմության վրա կամ շանտաժով, որ եթե հանկարծ դուք համաձայնություն չտաք, որ մենք սահմանադրության X տարբերակը, այն որ գրել են ու փթակուն են պահել ժողովրդից, թե դուք համաձայնություն չտաք, որ մենք տանենք հանրաքվեի պատերազմ լինելու եւ դուք եք լինելու մեղավորը, մի քանից ասում ենք։ Այս կարգի շանտաժի հեռանկար է բացվում մեր ընդդիմության առաջ, այսինքն պետք է ընդդիմությունը առաջանցիկ քայլեր ունենա, իսկ դրա հիմնական ամենակարևոր տարբերակը շրջայցերը, մարզեր, մարդկանց հետ բաց ուղիղ անկեղխոսակցություն եւ անգամից եթե չգիտեմ անցյալի հետ կապված ինչ որ արատավոր երևույթների վերաբերյալ ժողովրդի մեջ պահպանված օբյեկտիվ դժգոհություններ կան այդ ուղղությամբ նաեւ շիտակ խոսակցություն այն ինչ որ պարզաբանման ենթակա է պարզաբանել այն ինչ որ իրականում արատավոր եղել է ընդունել եւ ժողովրդի ներողամտությունը հայցել բայց ահազանգ հնչեցնել եւ ամենակարևորը ստանձնել պատասխանատվություն ոչ միայն թուրք-ադրբեջանական վտանգը հետագայում կասեցնելու համար է ժողովրդի հետ բարձ խոսել ասել սերի հայրենակիցներ դուրս եկեք փողոց այս արհավիրքը կանխենք եւ բայց հետագայում դրանից հետո Հայաստանում ընտրություններ չեն կեղծվելու դատաիրավական համակարգը եթե լինի կոռումպացված մենք դա համարելու ենք մեր հանդեպ դիվերսիա եւ մենք թույլ չենք տալու այսինքն մարդկանց ցույց տալ ապագա Հայաստանի տեսլականը ոչ միայն ասել սա վատն է սա Մայնակ այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում ցույց չտրվեց դա այսինքն ընդդիմությունը թերի է աշխատել Ես կարծում եմ որ միայն քարոզարշավին այդ մասին խոսելը բավարար չէր եւ բոլոր հնարավոր ցալքերը չեն բացվել պետք է հասկանալ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը ոնց եկավ իշխանության։ Այդ հիմա տարբեր խոսակցություններ կա վաղուցվանից, չէ՞ միջազգային դավադրություն, ուժային կենտրոններ, ծրագիր եւ այլն։ Բայց անգամից եթե դա եղել է, միևնույն դա կար փոփոխությունների ակնհայտ սոցիալական պահանջ, հա։ Հիմա պետք է հասկանալ, մարդիկ ինչից էին նեղսրտած, ինչից էին վիրավորված, ինչից էին դժգոհ, որը հող հանդիսացավ, որ Փաշինյանը Ինչից որ մարդիկ նեղսրտած էին հիմա չկա, պարոն Սուքեսյան։ Հիմա կա, իհարկե հիմա կա, բայց որպեսզի դու մարդուն համոզես, եթե դու լինես սկսնակ եւ որևիցե ասոցիացիա չունենաս երբևէ որևիցե իշխանության հետ, միգուցե ապրիորի քո խոսքը լավ հնչի, բայց էդ էլ որոշակի խոցելիություն կունենա։ Բայց երբ որ դու կամ եղել ես իշխանության, կամ աֆիլացված ես եղել իշխանության հետ, կամ առնվազն լոյալ ես եղել այն կառավարմանը, ինչ եղել է նախկինում, դու ուզած չուզած պետք է, չգիտեմ, գոնե մի 10 կետով հանրությանը դիագնոզը 10, ինչից է հանրությունը դժգոհ եղել մինչև 18 թիվը, ինչն է հանրությանը դուրս բերել փողոց եւ դրա հետ կապված առաջարկես քո դեղատոմսերը եւ ես այդտեղ իմ սուբյեկտիվ գնահատմամբ ես գտնում եմ որ բոլոր ընդդիմադիր ֆավորիտ ուժերը պետք է հրապարակային մի պետիցիա ստորագրեն օրինակի համար որ ով ընտրությունների ժամանակ ձայն կեղծի ես երկրի թշնամին է այսինքն հասարակությանը միայն խոսքով որ եկեք դուս եկեք փողոց սրանք քշեն իրար հետ քշենք մենք գանք լավ կլինի դա բավարար չի պետք է հստակ հանձնառություն ստանձնել այն նեգատիվը որը եղել է ու հիմա էլ կատարելագործվել է դա դրա դեմ պայքարել եւ մարդկանց հետ խոսել հնարավոր չգիտեմ վարկերի տոկոսադրույքներ, հարկեր, ներդրումներ եւ այլն, մարդիկ իրենց ապագան տեսնեն, բայց ամենակարևորը խոսել էլեմենտար ամոթից եւ անպայման եւս մեկ անգամ անպայման արձանագրել, որ երկրի ղեկավարի համար հիմա այս սահմանադրական դրվագի չեմ ուզում հիմա անդրադառնամ, որ շատ անձնակենտրոն միահեծան իշխանություն է, դա էլ պետքա փոխվի, հա, սա պարլամենտական չի, սա վարչապետական սահմանադրություն, ավելի վատն է, քան նախագահական, որտեղ նախագահը 2 ժամկետ հետո հեռանում էր, սա կարա ցմա ռեպրեսիայով մնա, բայց ամենակարևորը երկրի ղեկավարը պետքա ունենա տարրական ամոթի զգացողություն ով ուզում է լինի, ինչ ճանապարհ ուզում է անցած լինի, ինչ վաստակ ուզում է ունեցած լինի, երբ որ երկրի ղեկավարը կտրվում է եւ երկրի ղեկավարը լկտի անում է եւ զրկվում է ամոթի զգացողությունից,
այդ երկրում ինչ որ մի պահի արդեն սկսում է դեգրադացիայի ու լճացման process, որը հանգեցնում է պետական աղետի։ Պարոն Սուքեսյան, կարճ ամփոփելով, Մայր Հայաստանը հիմա օրինակ այդ ձեր ասացի շրջանակում մարզային այցեր, խոսակցություններ նախատեսում է թե ոչ, եւ փորձենք նաեւ հասկանալ ԲՀԿ-ի հետ ձեր ճանապարհը շարունակվելու է, թե սա պարզապես ընտրությունների համար ձևավորված համագործակցություններ եւ վերջ, որովհետեւ այն բոլոր վտանգները, որոնք կան, հիմա նաեւ ԲՀԿ-ի դրան դիմացեն, այնտեղ էլ իրենց առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է անցնում այդ բոլոր կալանքների եւ մյուս բոլոր գործողությունների միջով։ Հիմա այս դեպքում ձեր պայքարը համատեղ է շարունակվելու, թե համատեղ չի։ Այս պահին մենք ինտենսիվ մշտական կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, բոլոր միջոցառումներին մենք համատեղ ենք մասնակցում, մենք որևիցե բարդույթ չկա, դեռ մի բան էլ հակառակը թե Թևանյանի, թե Ծառուկյանի ձերբակալությունը էլ ավելի է պարտավորեցրել, որ եթե մենք ունենք նախկինում սոսկ իշխանափոխության օրակարգ, հիմա ունենք իշխանափոխության եւ մեր ընկերների շուտապույտ ազատ արձակման օրակարգը, այնպես որ այդ ճանապարհին մենք որևիցե խոչընդոտ չունենք եւ գործընկերային է։ Իսկ քաղաքական համագործակցությունը, քաղաքականը նույնպես մեր քաղաքականը անշուշտ ելս մեր օրակարգում է, քանի որ այս պահին որևիցե ընտրական գործընթաց չի նախանշվում, ես ընտրական գործընթացի վերաբերյալ ոչինչ չեմ ասի, բայց հետագա քաղաքական գործունեության քննարկումների, խողովակների եւ համատեղ անելիքների առումով մենք փորձում ենք նպաստողի դերում լինել, մերանի դերում լինել եւ մեր բոլոր հնարավոր հրապարակային եւ ոչ հրապարակային կոնտակտների մեջ ամեն կերպ, որքան էլ տարբեր բևեռներում կան ինչ որ տարաձայնություններ, տարընկալումներ, միևնույնն է նպաստել, որ այդ համախմբումը տեղի ունենա ինստիտուցիոնալ հիմք եւ կրի, այսպես ասենք, տարերային բնույթ եւ որևիցե լոկալ գործողություններով չսահմանափակվի, որպեսզի հնարավոր լինի հանրությանը ոտքի անել եւ ինչ որ կերպ հակադարձել իշխանություններին։ Հակառակ պարագայում իշխանությունների այս վայրագ, ռեպրեսիաները որևիցե մեկին որևիցե լավ բան չեն կարող խոստանալ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում եմ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքեսյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղ նույն ժամին։ Լավ եղեք։